Վերջապես 26 թվականի առաջին օրը բարին է 21 TV եթերում ես եւ Ռեժը մեծամասամբ չենք փոխվել անցած տարի եթե քննարկենք նույն սիրով երանդով եւ էներգիայով լի սկսում ենք ձեզ հետ մեր հաղորդումը ու վստահ ենք որ լինելու եք մեր կողքին ողջ տարի Այո յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ես եւ Անահիտը կգանք ու ձեզ կասենք բարի լույս օրդ բարին է եթերում եւ 1 ժամ կփորձենք ձեր օրը լցնել սիրով ջերմությամբ գեղեցիկ երաժշտությամբ եւ իհարկե հետաքրքիր հյուրերով Այս տարվա եթերաշրջանը համարում ենք բացված եւ այս պահին տեսահոլովակ ձեզ համար Գնացինք Դե ինչ երաժշտական մեր եթերը շարունակվում է, այս պահին առաջարկում ենք առաջին անգամ գնալ նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ, հասկանալ 2026-ին ինչն է ակտուալ, այո, ինչպես հագնվենք, ինչպես լինենք նորաձև, անկախ եղանակային փոփոխություն։ Անկախ ամեն ինչից այնուամենայնիվ Անահիտ, ես մտածում եմ, որ այն ինչ քեզ սազում է, դա է նորաձև։ Ես այդ տրենդներին չեմ հետևում, չգիտեմ։ Տեսնենք իհարկե լավագույնս ինչ է մեզ առաջարկում Նաիրան Հարությունյան։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ այսօր մենք գնալու ենք նորաձևության հետքերով։ Շատ հաճախ նորաձևության հետևից գնալով մենք գործում ենք տարատեսակ սխալներ։ Այսօր կփորձենք ողջել, թե որոնք են այդ սխալները եւ ինչպես ուղղել դրանք։ Գնացինք։ 2025 թվականի գլխավոր նորաձևական սխալները, որոնք չի կարելի կրկնել 2026-ին։ Ամեն տարի նորաձևությունը իր հետևից թողնում է ոչ միայն տրենդեր, այլև սխալներ։ Զանգվածային, պարտադրված եւ շատ խոսուն։ 2025 թվականը բացառություն չէր, եւ եթե 2026-ին ցանկանում ենք ներկայանալ արդիական, ոչ թե մնալ երեկվա մեջ, այս բաները կարեւոր է թողնել անցյալում։ Առաջին սխալը Տրենդերին կույր հետևելը։ 2025-ին մենք տեսանք, թե ինչպես մարդիկ բառացիորեն հագնում էին ամեն ինչ միաժամանակ՝ տարվա գույնը, նորաձև ձևը, արդիական կոշիկը, բայց առանց իրար հետ կապ ստեղծելու։ Արդյունքում կերպարը թվում էր ոչ թե ժամանակակից, այլ անհանգիստ։ 2026-ին գործում է այլ կանոն՝ ոչ թե լինել տրենդի մեջ, այլ կարողանալ ընտրել մեկ տրենդ եւ այն ներդնել քո ոճի մեջ։ Երկրորդ սխալը՝ ծանրաբեռնված կերպարները, չափից շատ աքսեսուարներ, բարդ ֆակտուրաներ, շերտավորում առանց դադարի։ 2025-ին դա անվանում էին համարձակություն, բայց իրականում հաճախ դա պարզապես տեսողական աղմուկ էր։ 2026 թվականը օդի, մաքրության եւ պարզության մասին է։ Եթե կերպարը երկար բացատրելու կարիք ունի, նշանակում է այն արդեն չի աշխատում։ Երրորդ սխալը՝ լոգոմանիան, մեծ բրենդեր, ճճացող գրություններ, ցանկություն ցույց տալու իրի գինը։ 2025-ին սա պարզապես վերջնականապես պետք է դադարեցնել եւ պետք չէ երևալ ավելի ստատուսային։ 2026-ին լոգոտիպը ճաշակի ապացույց չէ, ավելի ճիշտ դրա բացակայության նշան է։ Իրական էլեգանտությունը կրկին դարձել է լուր։ Չորրորդ սխալը՝ անհամապատասխան չափը, կամ չափազանց օվերսայզ, ամեն դեպքում կամ չափից նեղ հագուստ, որը ընդգծում է լարվածությունը։ 2026-ի հիմնական բառը նստվածքն է։ Հագուստը պետք է աշխատի մարմնի վրա, ոչ թե վիճի նրա դեմ։ 5-րդ սխալը՝ ուրիշների կերպարների պատճենումը։ Ինֆլուենսերներ, սոցիալական ցանցեր, պատրաստի բանաձևեր 2025-ին շատերը նույն տեսքը ունեին ու կարծես դուրս էին եկել նույն կատալոգից, բայց ոճը կրկնություն չէ, այլ մեկնաբանություն։ 2026-ին արժեքավորվում է անհատականությունը, նույնիսկ եթե այն ավելի պարզ է, քան նորաձևը։ Եվս մեկ կարևոր սխալ կոնտեքստի բացակայությունը։ Նույն կերպարները աշխատանքի, հանգստի, երեկոյի, տեսախցիկի համար 2025 թվականը ցույց տվեց իմաստ չունեցող ունիվերսալությունը չի աշխատում։ 2026-ին ոճը կրկին դառնում է իրավիճակային, համապատասխանությունը նոր լյուքսն է եւ գլխավոր եզրակացությունը։ Անցյալ տարվա ամենամեծ նորաձև սխալը փորձել երևալ էֆեկտային, փոխարենը վստահ երևալու։ 2026-ին հաղթում են նրանք, ովքեր ընտրում են ոչ թե նորաձևությունը, այլ իրենց։ Դե ինչ, հուսեմ կարողացա օգտակար լինել, բայց հիշեք, ամենակարևորը ոչ թե նորաձևության հետևից քայլելը, այլ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելը։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյաններ, մնացեք բարով։
Վերադարձանք տաղավար եւ մեր եթերը լինելու է երաժշտական, ունենք ֆանտաստիկ հյուր, ով հատուկ եկել է այսօր մեր տաղավար, մեծ սիրով ուզում ենք ներկայացնենք, որ հունվարի 30-ին եւ 31-ին Ֆրանսիայի երգիչ, երաժիշտ Հակոբ Ղասաբյանը La Vie en Rose խորագրով գեղեցիկ համերգային ծրագրով հայ հանդիսատեսին ներկայացավ Գաֆեսչյան կենտրոնում, այս ամենի եւ ոչ միայն, այս ամենի մասին եւ ոչ միայն կզրուցենք մեր հյուրի հետ, Ֆրանսիայի երգիչ, երաժիշտ Հակոբ Ղասաբյան, բարի լույս։ Բարի լույս Հակոբ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն, որ այսինքն լուսավոր էներգիա ունեք։ Շատ ուրախ եմ։ Մենք իսկապես երջանիկ ենք, երբ տաղանդավոր հյուր ենք ունենում, եւ դուք մի մարդ եք, ով յուրահատուկ ճանապարհ է անցել, բայց կուզենայինք այս պայն ժամանակի մեքենան վերցնել ու ետ վերադառնալ, հա փոքր ժամանակվա ինձ Հակոբը երբ հասկացավ, որ իրենն է երաժշտությունը, երբ ինչու ոչ երաժշտական գործիք վերցրեց իր ձեռքը եւ ինչպես գնաց ճանապարհը։ Շատ շուտ եմ սկսել, փոքր ժամանակ 7-8 տարեկանում արդեն ոնց որ Յանի համերգը լսելով, անընդհատ լսում էի տանը, երբ ուրիշ երեխաները դրսում խաղում էին, ես տանը նստած Յանի 2 ժամանոց համերգն էի նայում իրար հետևից։ Սամվել Երվինյանը նայելով իր նվագը, շատ ուզեցա ջութակով սկսել, ջութակի դասերի գնալ։ Նույնիսկ սենց էի քնում գիշերը, որ մամաս գար տեսներ, որ ջութակ շատ եմ սիրում, երազումս ջութակ էի նվագում, բա։ Այո, ու գրանցեց մամաս մայրիկս ջութակի դասերի, տենցով սկսավ ոնց որ երաժշտական իմ ուսումը։ Եվ հետո սոլֆեջոյի դասերում արդեն ոնց որ նկատեցին, որ ինչ որ ձայն կա, ինչ որ սենց չմշակված եւ այլն, սկսեցի դասական երգել արդեն Ֆրանսիայի կոնսերվատորիայում զուգահեռ երկուսը սովորեցի համ ջութակ համ երգ դասականից հետո արդեն The Voice ծրագրում ոնց որ մասնակ առաջին այո մասնակցություն ոնց որ pop դեպի հետո շարժվեցի ոնց որ դեպի pop երաժշտություն Շատ կարևոր փոփոխություն է, չէ՞, ձեր կյանքի համար այս մասնակցությունը եւ եղավ մինչեւ եւ հետո կարծես։ Այո, մինչեւ եւ հետո եղավ։ Նախքան The Voice-ը եղել է Prodigy հաղորդումը 2015-ում, որ 12 տարեկան էի, դեռ դասական հաղթեցի երգի բաժինը եւ ոնց որ դրանով սկսվեց իմ երաժշտական արտիստիկ կարիերան ստորագրեցի Warner Music Classic-ի հետ եւ շատ CD-ներ թողարկեցինք Ֆրանսիայում, շատ promotion-ներ ունեցա այնտեղ եւ հետո ոնց որ արդեն 16 տարեկանում The Voice-ի մասնակցեցի եւ pop երաժշտության փոխվեցի մի քիչ, որը հետո բացվեց շատ դռներ մյուզիկլների ամբողջ աշխարհում, Romeo Juliet, Je vais t'aimer Եվրոպայում եւ Ամերիկայում նաեւ շրջագայություններ Իրոք եղել է մինչև եւ հետո այդ ամեն ինչից, այո։ Դուք այն հաջողակ երջանիկներից եք, ով հանդիպել է Շարլ Ազնավուրին, այո։ Մի քիչ կպատմեք ինչպես եղավ զգացողությունների եւ այդ ամենի մասին։ Շատ նատուրալ ձևով եղավ հանդիպումը ես տելեստուդիայի հրավիրված Ֆրանսիայում շատ ճանաչված հաղորդման մեջ, որի հաղորդավարը իր մոտ ընկերն է եղել Միշել Դրուկերը անունը եւ ինքը գիտեր որ ես հայ եմ եւ շատ հարգանք ունեմ եւ շատ եմ սիրում լեգենդին եւ իմ երազանքս էր նրան հանդիպելու եթերի ժամանակ ինձ ասեց այսօրը կգաս Փարիզի Palais des Sports եւ հանդիպումը կկայանա Մեծն Ազնավուրի հետ։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ, ես իր համերգից առաջ իրան հանդիպեցի իր սենյակում, իր գրիմանոցում։ Միջև հիմա հիշում եմ այդ զգացողությունը, որ ես մտա իր սենյակ համարյա ուշքս էր գնում, այնքան հուզված եմ եղել, ինքը միանգամից ես մտա իր սենյակ, ինքը միանգամից եկավ ինձ գրկեց առաջի հերթին ու առաջի հարցը իրա հայերեն խոսում ես թե չէ առաջի հարցը այդ էր բայց շաքաղեցնալ ռուսերեն հայերեն ես խոսում թե արևմտյան հայերեն ասես շատ էր իրան հետաքրքրում թե ես ունեմ իմ մեջ այդ մշակույթը այդ հայ լինելու այո եւ ասեցի այո հայերեն խոսում եմ շատ ուրախ էր ապրիս տղաս եւ դրանից հետո շատ խորհուրդներ տվեց եւ արտիստիկ եւ personal արդեն առումներով շատ իրոք բախտավոր եմ ինձ զգում որ կարողացա իրեն հանդիպել
կոնտակտի մեջ մնալ, նաև իր ընտանիքի հետ, որին շնորհակալ եմ նաև, որովհետև իրանց շնորհիվ նաև եղավ այդ բոլոր հանդիպումները, որ իր հետ ես հետո էլ նաև ունեցել եմ, այո։ Իմ համար դե ոնց որ պապիկ լինի, իմ պապիկս լինի, կարծում եմ բոլորի սրտում տենց է։ Անշուշտ, Ազնավուրը բոլորինս է, բայց հետաքրքիր է նրա հարցը հայերեն խոսում ես թե ոչ։ Առհասարակ ձեզ հեշտ է Ղասաբյան ազգանունով լինել Հայաստանի սահմաններից դուրս։ Ունի իր առավելությունը եւ գուցե ոչ խոչընդոտը։ Ճիշտ ասած, եթե անկեղծ լինեմ, փոքր ժամանակ դժվար պահեր եղել են գտնվելու Ֆրանսիայում, ես Ֆրանսիայում եմ ծնվել։ Ընտանիքի շնորհիվ եմ խոսում այսքան հայերեն։ Միջալես դա նկատելի էր եւ դրա մասին պետք է խոսեինք, որ զարմանալիորեն, այո, բրավո ընտանիքին եւ դե մեկ սխալվում եմ, սխալներ եմ։ Մենք էլ ենք սխալվում։ Դուք շատ լավ խոսում եք։ Ումս նոր եմ խոսում ֆրանսերենից թարգմանում եմ եւ բայց եթե լավ է, եթե հասկացվում է, հայլուն։ Շնորհակալ եմ։ Բայց այդ double culture ունենալը մեկ դժվար է եղել լա Ֆրանսիայում, Հակոբ անուն ունենալը Ֆրանսիայում դա ոնց որ օրիգինալ է շատ եւ բոլորը հարցնում են, բայց որտեղից ես, ուրեմն Ղասաբյան, Հակոբ, բան, որտեղ Հայաստանից։ Ազնավուր, գիտենք մենք Հայաստան, միանգամից ոնց որ link էին անում Ազնավուրի հետ, փոքր ժամանակ դե բոլորս մեզ գտնում ենք, մեր identity-ն ենք գտնում, մեկ ես ուզում էի լինեի ֆրանսիացի, մեկ ուզում էի լինեի հայ, տանը հայերեն էինք խոսում, լսում էինք հայկական երաժշտության, Սայատնովա, Կոմիտաս, Արնո Բաբաջանյան, զուգահեռ նաև լսում էի ֆրանսիական երգեր, ֆրանսերեն էի սովորում, ընկերներս ֆրանսիացի էին, ինչքան մեծացա, այնքան այդ double culture եւ այդ double identity-ն ինձ համար դառավ մեկ 100% հայ եւ 100% ֆրանսիացի, ոնց որ Ազնավուրն էր ասում, ու ճիշտ էր ասում։ Իրոք ես էլ եմ այտենց զգում ինձ, որ ես չեմ համաչում հայերեն խոսալու Հայաստանում, ես չեմ համաչում ասելու, որ հայ եմ, հայ բան արմատներ ունեմ Ֆրանսիայում, եւ ես մենակ ուրախ եմ դրանով, որ դա հարստություն է, չէ՞։ Իհարկե, մեր խոնարհումը ձեր ընտանիքին, որ այո, իհարկե, բրավո եւ այս ամեն ինչը պահպանել ու նմանատիպ մաքրամաքուր փոխանցել, շատ դժվար է բնականաբար։ Նաեւ սերունդների հակասություն է լինում, պատկերացնում ես ծնողների ինչ դժվարություններ են նաեւ Հակոբի հետ անցել Անահիտում։ Խոսում է, պատմում է եւ մտածում եմ, այսինքն ինչ հետաքրքիր է։ Իսկ ես ուզում եմ, որպեսզի այս պահին հեռուստադիտողն էլ հնարավորություն են ավայելու փոքրիկ դրվագներ հունվարի 30 եւ 31-ին կայացած համերգի, այս պահին ընդմիջվենք, դիտենք ու վերադառնանք։ Sous le ciel de Paris s'envole une chanson. Elle est née d'aujourd'hui dans le cœur d'un garçon. Sous le ciel de Paris marchent des amoureux. Leur bonheur se construit sur un air fait pour eux. Sous le pont de Bercy, un philosophe assis, deux musiciens, quelques badauds, puis des chants par milliers. Sous le ciel de Paris jusqu'au soir enchanté, l'hymne d'un peuple épris de sa vieille cité. Près de Notre-Dame, parfois coule un drame. Oui, mais à Paname, tout peut s'arranger. Quelques rayons du ciel étaient l'accordéon d'un marinier. L'espoir fleurit au ciel de Paris.
secret pour lui. Depuis 20 siècles, il est épris de notre île Saint-Louis. Quand elle lui sourit, il met son habit bleu. Quand il pleut sur Paris, c'est qu'il est malheureux. Quand il est trop jaloux de ses millions d'amants, il fait gronder sur son tonnerre éclatant. Mais le ciel de Paris n'est pas longtemps cruel. Pour se faire pardonner, il offre un arc-en-ciel. Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտող, այսօր մեր առաջին եթերն է այս տարվա եւ մեր հյուրն է ֆրանսիահայ երգիչ Հակոբը, ով ունի շատ հետաքրքիր իհարկե ծրագրեր Հայաստանում եւ տեղի ունեցել երկու համերգը, խոսում ենք դրա մասին, ինչպես նաեւ նրա մնացած տարվա հետ կապված կարիերայի։ Հակոբ, ինչպես կայացրեցիր որոշում Հայաստանում ունենալ համերգ։ Ճիշտ ասած, ես Հայաստանում եմ եղել սեպտեմբերից մինչև նոյեմբերի կեսերին, ես այստեղ Երևանում էի, լրիվ ուրիշ պրոյեկտով, լրիվ ուրիշ միտումով, այո, ուրիշ նախագծով, ուրիշ տարբերակ։ Մենք նկարեցինք կինո Երևանում, գեղարվեստական կինո նկարեցինք, ռեժիսորը Դերան Սարաֆյանն է, Լոս Անջելեսից, Dr. House-ի ռեժիսոր։ Վաու։ Շատ հետաքրքիր եւ շատ մեծ կինո է, իր անունը մեր լավագույն օրերն են, դեռ հիմա դուրս չի եկել, պրեմիերա չի եղել, հիմա մոնտաժի փուլում էինք, հա, այդ կինոում նաեւ Խորեն Լևոնյանն է, Նարինե Գրիգորյանն է եւ այլ շատ հրաշալի դերասաններ եւ ես, որպես առաջի կինո։ Դա ինչպես է եղել, որ որպես դերասան ձեզ ընդգրկել են։ Ես ունեցա Մոսկվայում համերգ մի օր Artist Futura-ի կազմակերպված համերգ ֆոնդի եւ այնտեղ ոնց որ ծանոթություն եղավ ինչ որ մարդկանց հետ եւ Ռաֆայել Մինազբեկյանի հետ ու ոնց որ շատ sense եկավ ինձ նվեր իմ կյանքի վրա ոնց որ զանգեցին ասեցին որ այսպես պրոյեկտ կա այս կուզենաս այո կուզենաս ֆրանսիահայ դերա ինքը որը Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան կլարնետիստ է ինքը 60-ական Այո դուք մի հարցն է երաժշտական հատվածով էլ այո կլարնետիստի մասին է դա ջազային երաժշտությամբ ոնց որ 60-ական թվերին է այդ ամեն ինչը կայանում Երևանում սովետի վախտերով Տիգրան Պետրոսյանի շախմատի աշխարհի այո եւ այդ ֆրանսիահայ ոնց որ դերը ես եմ տանում ֆրանսիահայ այո ու ոնց որ դե հետո կինոն ոնց որ հենց որ դուրս գա շատ չեմ ուզում պատմեմ որ շատ սպոյլ չանեմ էլի բայց լրիվ կարծես իմ կյանքի դրվագները այդ կինոյի մեջ ու ոնց որ իմ կյանքում միշտ այտենց շատ նատուրալ է եղել ամեն ինչ ես աստուն շնորհակալ եմ որ ամեն ինչը եղել է շատ սահուն հա սահուն է եղել երբեք չեմ տենց մի բանի հետևից ընկել որ լինի ես միշտ բաց եմ եղել էներգետիկապես ինքնիրենով ստացվել է ճիշտ ժամանակին ես մենակ իմ աշխատանքը միշտ արել եմ գիշեր-ցերեկ աշխատում եմ այդքանն է ինձ ոնց որ եւ իհարկե որ աշխատում է նա էլ վարձատրվում է նորմալ է այդպես է չէ կյանքի օրենքն է Հակոբ այ համերգից խոսենք կինոն քեզ բերեց Հայաստան հիմա համերգներ համերգում ինչ ծրագիր է եղել եւ ինչու է ընտրվել այդ ծրագիրը մի փոքր բացենք հա ավելի շատ ես որ այդ նկարահանումների վաղտստեղ էի Հայաստանում էի ես զգացի թե ինչքան մարդիկ սիրում են ֆրանսիական մշակույթը ֆրանսիական երգերը այդ վաղ չկարողացա համերգ անել կազմակերպել դրա համար մտածեցի նորից կգամ կվերադառնամ Երևան եւ համերգ կկայանա
ընտրեցի Կաֆեսճան արվեստի կենտրոնը, որը շատ հրաշալի դահլիճ է եւ ուզում էի շատ sense մտերմիկ մոտ լինեի մարդկանց, քանի որ միշտ ասենք մեծ դահլիճներում եմ ունեցել շատ շանս եմ ունեցել այդպես մեծ դահլիճներում հանդես գալ, բայց այս անգամ ուզում էի շատ մտերմիկ լիներ եւ հայացքները մարդկանց տեսնեի, շունչը լսեի եւ ամեն ինչը շատ կենթանի շփում լիներ։ Այո, կենթանի շփում լինի։ Հրաշալի համերգներ ունեցանք։ Ես շատ ուրախ եմ, որ այդ համերգները կայացրեցինք այդ դահլիճում, այդ հրաշալի երաժիշտների հետ։ Ովքեր են ձեզ նվագակցել։ Ունեի 5 երաժիշտ, դաշնամուր, գիտար, կանտրաբաս, drums, հարվածային գործիքներ եւ սաքսոֆոն։ Եվ այդ հերվից հերու մենք իրար հետ ոնց Հայաստանից էին։ Այո, Հայաստանից են, հրաշալի մուզիկանտներ էին եւ ինձ համար շատ մեծ հարստություն էր այդ դե ես բեմը ոնց որ իմ համար շատ share անելու մոմենտ է ոնց բացվելու տարածվելու էմոցիա փոխանցել այո հայացքներն են ինչ որ մուզիկալնի եւ արտիստիկ այդ շփումը որ կա այդ ինձ համար ոսկի արժի շատ հարստություն է դա հրաշալի համերգներ ունեցանք եւ համերգի ոնց որ երգերը ավելի շատ ֆրանսիական երգերին էր ոնց որ La Vie en Rose դե անունն էլ ոնց որ լավ նկարագրում էր ֆրանսիական շատ սիրո եւ այլ Պիաֆից, Բրելից, Բրասանսից իհարկե Ազնավուրից հայերեն էլ երգեցի, ճիշտ է որ մի հատ երգ երգեցի հայերեն լեզվով, բայց ուզում էի դե հայերեն վարեցի նաեւ համերգս քիչով չափով սխալվելով թե ոչ սխալվելով չեք սխալվում շատ իդեալական է ձեր հայերենը իրոք շատ ուրախ էի որ նորից վերադարձա հայրենիք ու ներկայացնելով այդ երկու զուգահեռ ոնց որ մշակույթը որի մեջ կա Ձեր ամբողջությունը բայց ես կարծում եմ հենց հիմա հերոստայտողն էլ կուզենար մի փոքր հատված գոնե վայել Չնայած առավոտ շուտ է բայց ակապելա մի բան You are the one for me formidable You are my love very véritable Et je voudrais pouvoir un jour enfin te le dire te l'écrire dans la langue de Shakespeare Bravo Այս արտիստը մեկ վարքյան անգամ շրջիկ եւ մթնոլորտի մեջ էինք արդեն մեր փոքրիկ համերգի անչափ շնորհակալ ենք իսկապես զգացված ենք ձեր տեսակի համար որովհետեւ այդ հայ լինելը մնալը շարունակելը օտար երկրում այս բaragam ոչ օտար երկրում ձեզ համար ձեր սիրելի Ֆրանսիայում մեր սիրելի Ֆրանսիայում մենք գիտենք Ֆրանսիա ու Հայաստանը ինչպիսի կապ ունեն մշտական ու անփոփոխ շնորհակալ ենք ձեր տեսակի կատարած աշխատանքի ազնիվ անմիջական վերաբերմունքի այսքան բաց լինելու համար դա շատ գնահատելի է միմիայն հաջողություններ ենք մաղթում եւ թե ֆիլմային ասպարեզում թե երաժշտական միշտ կսպասենք Հայաստանում եւ սիրով կլուսաբանենք նաեւ ձեր համերգները զգացված եմ շնորհակալ եմ շատ մերսի Մաղթում ենք ես հաջողություններ ստեղծագործական ու թող որ հաջորդ համերգը լինի, չգիտեմ, արդեն ավելի մեծ բեմում դա կլինի օպերային թատրոնը կամ միգուցե մարզամերգային համալիրը եւ այնտեղ կգան ոչ թե մի քանի 100 այլ կլինեն արդեն հազարներով եւ տասնյակ Արդեն միտքը կա Արդեն վերադառնալու եմ 6 տարի հաստատ Եվ ասում են խոսքը ուժ ունի Այս որ այո լինելու Ֆրանսիայի երգիչ երաժիշտ Հակոբ Ղասաբյանը այսպիսին էր նա մեր հյուրն էր այսօր եւ լցրեց իր ջերմությամբ մեր տաղավարը ու նաեւ վստահ եմ հեռուստադիտողի սրտերը շնորհակալ ենք Օ Champs-Élysées Օ Champs-Élysées Au soleil, sous la pluie, à midi pour la mini, il y a tout ce qui vole, Champs-Élysées Ֆրանսիական եթերն այսօր մեզ մոտորդ բարիում ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին շնորհակալ ենք որ մեզ հետ եք այս առավոտ Լավ որ բոլորիդ կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ Մնացեք բարը Հաջողություն